Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ մեր առավոտյան թարմ ընթացքը շարունակում ենք, բայց հիմա մի 10 վայրկյան հետո մեր հեռուստադիտողները կասեն՝ մի ամսյա կվերջացել է, էլի խոսում եք կանանցից։ Այո, մենք սիրում ենք խոսել կանանցից, կանանց խնդիրներից, կանանց ներաշխարհից, կարելի է, չէ՞։ Իհարկե կարելի է, Կարծում եմ միշտ կարելի է եւ պետք է օգնել կանանց վերակտնել իրենց ներքին ուժը, հավասարակշռությունը եւ կապը իրենց իրական եսի հետ։ Կա ավելի լավ բան, իհարկե չկա։ Այս նպատակին է ծառայում հիշիր քեզ նախաձեռնությունը, որը կանանց մեկտեղելու, միմյանց հետ զրուցելու եւ աջակցելու հնարավորություն կընձեռի ապրիլի 26-ին։ այո, թե ինչի մասին է այս ամենը, մեր հյուրերի հետ կբացահայտենք։ Հիշիր քեզ նախաձեռնության հեղինակ եւ հիմնադիր Վիկտորիա Խաչատուրյան եւ կլինիկական հոգեբան, գեշտալտ թերապևտ, հիշիր քեզ նախաձեռնության համահիմնադիր Սուսաննա Հակոբյան։ Բարի լույս։ Բարի լույս, բարի գալիս մեր տաղավար։ Շնորհակալություն, լավ ենք։ Ինչպես է սկսվել ձեր օրը։ Արևոտ, առավելևս, եթե ձեր գեղեցիկ տաղավարում ենք, կրկնապատկել եմ։ Շատ դուք էլ այսպես լուսավոր արևոտ եք եւ կարծում եմ ձեր նախաձեռնությամբ կանանց հավաքը, հանդիպումը, քննարկումը լինելու է շատ օգտակար, արդյունավետ, բայց գանք սկզբից, հիշիր քեզ, Ինչի մաս։ յուրաքանչյուրը հիշի իրեն երբ, ինչ վիճակում, որ փուլում, Յուրաքանչյուրը հիշի իրեն միշտ, սակայն այստեղ մի փոքր ձևաչափ ենք փորձել հաղորդել այդ ինքներս մեզ հիշելուն։ Նախ եւս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ, որ հյուրընկալել եք մեզ ձեր տաղավարում եւ հնարավորություն ունենք եւս մեկ անգամ խոսելու մեր նախաձեռնության մասին։ Հիշիր քեզ նախաձեռնությունը արդեն մոտ 1 տարեկան է եւ այս նախաձեռնության հիմքային գաղափարն է ստեղծել մի տարածք, որտեղ կանայք հնարավորություն կունենան կտրվել առօրյա քաոսային թոհուբոհից եւ որոշակի ժամանակ հատկացնել իրենց եւ իրենց հոգեվոր խնամքին եւ այդ ամենը հաճելի եւ ոգեշնչող միջավայրում, հա։ Եթե խոսենք ձևաչափի մասին, ապա այստեղ միավորված է հոգեբանությունը, արվեստը եւ կանանց համայնքը մեկ տեղում։ Այսինքն մասնակիցները հնարավորություն են ունենում մասնակիցը դառնալ եւ մասնակցել հոգեբանական խորքային քննարկումների։ Ընդ որում այդ թեմաներն այնպիսիք են, որ յուրաքանչյուրս մեր կյանքում եթե ոչ փորձառություն ունեցել ենք, ապա գոնե թե անմասն չենք մնացել այդ թեմաներից, այսինքն յուրաքանչյուրս մեզ կարող ենք գտնել այդ թեմաների շուրջ եւ գտնել նաեւ խոսելու առիթ այդ թեմաների մասին։ Այս ամենը համեմվում է նաեւ արվեստային կոլորիտային միջավայրում, այսինքն հանդիպումներն անցկացվում են թանգարաններում, գրադարաններում դեռ չենք եղել, բայց նախատեսում ենք առաջիկայում։ Եվ իհարկե կանանց համայնք, ովքեր որ գեղեցկուհիներ են, ովքեր յուրաքանչյուրն իր ոլորտում հաջողել է եւ հավաքվել ենք բոլորս այստեղ այս հարթակը վայելելու եւ այս հարթակի մասին խոսելու եւ հնարավորինս շատ մարդկանց այս մասին տեղեկացնելու համար։ Դուք նշեցիք, որ լավ հնարավորություն է եւս մեկ անգամ հավաքվելու եւ ինքներդ ամեն մեկը իրեն հիշելու։ Կասեք, որքան ժամանակ է պետք մարդուն առօրյա հոգսերից կտրվելու գոնե մի պահ իրեն հիշելու համար։ Ոմանք պատկերացնում են, որ դրա համար պետք է շատ երկար ժամանակ նախապատրաստվել, մարդիկ կան ուղղակի մեկ միջոցառում գալով սկսում են վերանայել իրենց կյանքը, ապրումները։ Ըստ ձեզ, որքան ժամանակ է պետք մարդուն սթափվելու ինքն իրեն գնալու համար։ Կարծում դու ավելի ճիշտ կպատասխանես։ Կարծում եմ, որ ճիշտ նշեցիք, որ մարդիկ կարծում են, որ դրա համար պետք է ինչ-որ ժամանակ սկսել, 2 շաբթի օրը, ինչ-որ հատուկ օր լինի, որտեղից ես կսկսեմ խնամել ինքս կամ գնալ մարտիրյան կղզիներ։ Այո, կամ սկսել ճամփորդել, սկսել, չգիտեմ, ինչ-որ մի նոր բան, որը կյանքում կհիշեցնի ամեն մեկին ինքն իր մասին, հոգ տանելու եւ ինքն իրեն վերադառնալու մասին։ Բայց կարծում եմ, որ գիտակցումն է կարևոր, որտեղից որ սկսում է մարդը ինքն իրեն նայել ոչ թե հետագա որպես ապագայում ինչ-որ մի հատ երևույթ, պլան կամ նախաձեռնություն, այլ այս պահին եւ հենց այդ միջավայրը, որը որ մենք կարողանում ենք ստեղծել ու տալ, որտեղ մարդիկ կարողանում են ավելի լսված լինել, խոսել իրենց մասին եւ սկսում են արդեն հետագայում նաեւ մտածել, վերաիմաստավորել իրենց կյանքը, առօրյան, կարծում եմ, որ գալիս է ամեն ինչը մտքից։
Իսկ այդ այն կանայք, ովքեր են եւ պատիվ ունեն հայտնվել այդ խմբակում, այսպես ասած։ Եթե կարելի է հավելում հենց հարցի շարունակությունը Դիանայի հարցին նաև։ Երբ որ մարդիկ գալիս են 1 ժամ, օրինակ 2 ժամ, ինչ որ մի ձևաչափով կտրվում են իրականությունից։ Նրանք նախ դա վարակովի է թե ոչ, այսինքն գնում պատմում են դրա մասին, ավելի շատ մարդիկ են բերում։ Եվ երկրորդը, այո, ինչ տեսակի մարդիկ են եւ ովքեր են ձեր մասնակիցները։ Մեր մասնակիցները կանայք են, բայց մեր հիմնական նպատակը շեշտադրումը մարդն է։ Այսինքն ցանկացած մարդ ունի կարիք լսված լինելու, իրեն կարևոր զգալու եւ վերադարձի դեպի ինքն իրեն։ Այստեղ մեր շեշտադրումը չի միայն կանայք, այլ մեր նպատակը այն է, որպեսզի դա տարածում ունենա, վարակիչ լինի եւ բոլոր մարդիկ կարողանան իրենց վերադարձնեն իրենց այն մասը, որը չլսված է, չասված է եւ անտեսված։ Բայց այստեղ ես մի այսպիսի հարց ունեմ։ Երբ մենք ասում ենք վերադարձ ինքդ քեզ, կան մարդիկ, որոնք իրենց ոչ ճանաչում են, ոչ էլ գիտեն այդ վերադարձը որն է։ Այսինքն ինքդ քեզ վերադառնալը զուտ սկզբում միայն ուշադրության տեսանկյունից, հետո հոգեպես, որտեղ հոգեպես հնարավոր ինքներեն ընդհանրապես չի ճանաչում։ Համաձայն եմ ձեզ հետ, շատ հետաքրքիր հարց էր հոգեբանական առումով։ Ճիշտ է, մարդը սկսում է նախ սկզբնական շրջանում ինքն իրեն նկատելուց, որից հետո արդեն սկսում է ճանաչել իրեն, սկսում է ավելի խորքային հասկանալ իրեն, այսինքն դա շատ երկար process է։ Մեկ հանդիպումով չի սահմանափակվում այդ ամեն ինչը, դա շատ երկար ճանապարհ է, որտեղ մարդը սկսում է հաշվի առնել իր բոլոր կողմերը, ընդունել եւ լսել իր բոլոր չհասված մասերը, եւ միայն դրա շնորհիվ է կարողանում գալ ամբողջական իր մասերին, այսինքն ներգրավելով հոգի, մարմին, մտքեր եւ այլն։ Ներողությունը այդտեղ է, այսինքն կայանում, դուք կարողանում եք ճիշտ ուղղորդել։ Ես կարողանում եմ լսել, ես կարողանում եմ չքննադատել, ես կարողանում եմ ընդունել այն, ինչը որ հնչում է, այսինքն մասնակիցները բոլորը հնարավորություն ունեն խոսելու առանց պետքեների, առանց ճիշտ ու սխալի, կարող են լինել պարզապես եւ մեր նախաձեռնության հիմքում այն է, որ ճիշտ ու սխալ չկա, կա այդ ձևաչափ։ Հա, խմբակային հանդիպման ժամանակ հնարավոր է այդ անկեղծությունը, այդ խորքային ամբողջ բովանդակությունը պահպանել։ Կարծում եմ, որ մի փոքր հայ կանայք իրենց մտածելակերպով, հա ֆիլմերում տեսնում ենք, որ այդ խմբակային հանդիպումներում ամեն մեկն իր խնդրի մասին պատմում է, 1 տարի արդեն նախաձեռնությունը կա։ Ինչ եք նկատել, հայ կանայք կարողանում են այսպես բացել թևերը եւ իրապես այն, ինչ իրենց տանջում է, կարողանալ բարձրաձայնել։ Կարծում եմ հենց դա է մեր նախաձեռնության նպատակը, որպեսզի նախ մենք սկսենք խոսելուց, որտեղ կհնչեն այն մտքերը ու կարծիքները, որտեղ որ կլինի տարածք անվտանգ եւ մարդը կզգա իրեն լսված, որից հետո արդեն քիչ-քիչ մենք գալիս ենք հասունանում ենք փորձերի, հոգեբանական էքսպերիմենտների, արտ-թերապևտիկ միջոցառման մեջ ներառված է նաեւ այդ մասը, հանդիպման միջոցով բացվելու եւ ավելի խորքային տեսնելու ամեն մեկը ինքն իրեն։ Այսինքն դուք լսված եւ չքննադատված լինելու բանալիներն եք բաժանում, հետո նրանք այդ բանալիով փորձում են իրենց համապատասխան դռները գտնել եւ գնալ։ Վիկտորիա, որպես հեղինակ, գաղափարը ինչից սկսվեց։ Նկատեցիք խնդիրներ, դուք ձեր ընկերների շրջանում, ընդհանուր հայերի մեջ Հայաստանում, ինչպես եկաք նրան, որ նման հավաքներ են պետք եւ նրանք կօգնեն հասարակությանը եւ կանանց, չէ՞ որ առողջ կինը, առողջ հոգեբանության կինը հասարակության հիմքն է։ Իհարկե, կյանքի հիմքն է առհասարակ։ Իրականում շատ վաղուց նման տեսակ նախաձեռնության մտքեր կային եւ շատ տարիներ առաջ նույնիսկ ես եւ Սուսաննան, չգիտեմ կմտաբերես թե ոչ, բայց մի այսպիսի շարժում էինք փորձում սկսել, որը էլի կանանց օգնելու այս պարագայում բռնության դեմ, եթե չեմ սխալվում, ինչ որ դա երկար չտևեց, բայց միշտ մեր մտքում դա եղել է ու այս պարագայում ես ուզում եմ շեշտել մի բան նաեւ, որ այ օրինակ Հայաստանում նման ձևաչափով հարթակներ եւ նախաձեռնություններ չկան։ Եթե իհարկե չենք խոսում մեկ անգամյա իվենթների մասին, որոնք եթե թույլ կտաք միջամտեմ, շատ դեպքերում ես նկատել եմ, որ վերցնում են ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հատկապես օրինակը բրանչներ են կազմակերպում այսպես կոչված, որոնք բացի լուսանկարվել եւ սոցհարթակում գլուխ գովալ, որ ես այս բրանչի մասնակիցն եմ, իհարկե ձևաչափերը տարբեր են։ Fashion branch-ը լրիվ այլ բանի մասին է, հենց հոգեբանության եւ մարդու տեսակի մասին բրանչներ կան, որոնք բացի լուսանկարել տեղադրելուց ոչինչ չի ենթադրում։ Նման հավաքների տարբերությունը կարեւորություն է։ Այո, ճիշտ է։ Իրականում բոլոր տեսակի բրանչները, որտեղ որ հավաքվում են
լավ գաղափարի շուրջ ես ողջ, որովհետև ամեն դեպքում այդ, չգիտեմ, կես ժամը կամ 1 ժամը, որտեղ որ դու կտրվում ես առօրյա թողուվից, ինչպես նշեցի, եւ ինքդ քեզ ժամանակ ես հատկացնում եւ հաճելի միջավայրում հաճելի մարդկանց հետ, դա շատ նպաստում է էլի հոգեվոր կայունությանը, ինչ որ բաներ վերարժևորելուն եւ այլնին, սակայն մեր նախաձեռնությունը տարբերում է հենց դրանով, որ մենք ոչ թե պարզապես հավաքվում ենք խոսելու կամ համեղ ընտրելու եւ այլնի համար, այլ մենք հավաքվում ենք հենց հոգեբանական թեմաների քննարկման հիմքով եւ այս ամենն անում ենք, ինչպես նշեցի, ոգեշնչող միջավայրում։ Իհարկե ընթացքում նաև, քանի որ մեր սոցիալական մշակույթի անբաժան մասն է սուրճ ըմպումը եւ մենք հաճախ նույնիսկ օրվա մեջ ենք, չէ՞, սիրում, չգիտեմ, 10-15 րոպե մեզ հաճելի մարդկանց հետ տրամադրել եւ մեկ գավաթ տաք սուրճի շուրջ խոսել, խորհուրդներ տալ, ստանալ եւ մի փոքր թեթևանալ եւ շարունակել առօրյա այդ ընթացքը։ Մենք դրա փոքր ձևաչափներ ունենք մեզ մոտ, այսինքն մեր այդ ամբողջ ընթացքը հանդիպման կայանում է մեկ գավաթ տաք սուրճի շուրջ, որի ընթացքում մենք այս քննարկումն ունենում ենք եւ ամեն բան ավելի եւ դա նպաստում է, որ միջավայրն էլ ավելի հանգիստ լինի, մարդիկ էլ ավելի զգան իրենց այնպես, ինչպես, չգիտեմ, իրենց տանը, իրենց ընկերուհիների շրջապատում, հա, եւ ավելի ապահով, քան ավելի ապահով։ Հարգելի ընկերներ, այս 1 տարվա ընթացքում ինչ եք նկատել։ Հայ կնոջը առավելապես որ չլսված խնդիրն է հիմնականում տանջում ու տարածված։ Մեր ապագա հանդիպման թեման ուժեղ կնոջ սինդրոմն է եւ շեշտադրումը հենց նա է, որ մեր հայ հասարակությունում կա այն կարծիքը, այն դաստիարակչական մեթոդը, որ ուժեղ լինելը դա շատ կարեւոր նախապայման է մարդու, կնոջ, տղամարդու համար, չեմ ուզում սեռային ինչ-որ առանձնահատկություն նշեմ, բայց կնոջը առավել եւս կա այդ չբողոքելու, չտրտնջալու եւ այդ Բայց դա ուժեղի սինդրոմ է, չբողոքելը եւ չտրտնջալը։ Հենց հակառակ իմաստով է ասում ուժեղի սինդրոմ, որ մարդկանց այսպես ասած ծանրացնում են կյանքը, նրանք պարտավորություններ են, չէ՞, վերցնում։ Նկատի ունեմ ոնց է ընկալվում այդ ուժեղի սինդրոմը, որովհետեւ նաեւ կա, այո, հենց մեր մեջ տարածված ուժեղ կինը ոչ թե այդ ձեր ասած համակերպող, լռող եւ չբողոքող կինն է, այլ տղամարդու բոլոր գործառույթներն իր վրա վերցրած կինն է։ Այս տարբերակումը ինչպես է դրվում։ Այստեղ տարբերակումը դրվում ենք ոչ թե կոնկրետ գործողությունների մակարդակում, այլ այնտեղ, որտեղ որ կինը իրավունք չունի թուլանալու, իրավունք չունի բողոքելու, իրավունք չունի խոսելու նրա մասին, ինչը ընդունված չէ։ Եվ այստեղ առաջ է գալիս այն գաղափարը, որտեղ ուժեղ լինելը, երբ դառնում է կյանքի միակ ձևը, դա բերում է հոգնածության, ուժասպառ վիճակի, նույն ինքը բըրնաութը, որը որ շատ հայտնի է աշխատանքային միջավայրում հատկապես դա ունեցել ենք, չէ՞, այդպիսի թեմա նաև։ Հա։ Մենք ունեցել ենք, մեր առաջին հանդիպումն է եղել եւ կարծում եմ, որ այդ առաջին հանդիպումից հետո մենք հասկացանք ես եւ Վիկտորիան, որ անհրաժեշտություն կա խոսելու այդ ամենի մասին։ Խոսելու այնքան ժամանակ, քանի դեռ կինը կգտնի, կփորձի լսված լինի իր կարիքը, որպեսզի լսելի լինի իր կարիքը, որպեսզի ինքը կարողանա խոսի իր կարիքների ու ցանկությունների մասին։ Տղամարդկանց հետ հանդիպում չեք նախատեսում։ Տղամարդկանց հետ եւ հետագա հանդիպումների մասին ավելի մանրամասն Վիկտորիան գիտի, քանի որ նախաձեռնության հեղինակը եւ հետագա պլանավորումը Վիկտորիան է անում։ Մենք այսօր այդ մասին փոքրիկ քննարկում ենք նույնիսկ ունեցել Սուսաննայի հետ, որ ինչպես Սուսաննան իր խոսքի մեջ նշեց, մենք հիմա ես սիրում եմ այսպես ասել, հավաքվել ենք աղջիկներով եւ սա կանանց համայնք է, բայց այս ամենի հիմքում ընկած է մարդը իր ամբողջ էությամբ, իր բոլոր կարիքներով, արժեքներով, անհրաժեշտություններով։ Այսինքն շատ ցանկալի կլինի, որ լինեն նաև նման հարթակներ, որտեղ անկախ սեռից մարդիկ հնարավորություն կունենան, հա, այս ձևաչափով մասնակցություններ ունենալու։ Նման տեսակ օրինակներ արտերկրում, չգիտեմ, կան շատ միջոցառումներ, որտեղ որ հավաքվում են մարդիկ անկախ սեռից եւ չգիտեմ, խոսում են տարբեր թեմաների մասին, էլի իրենց անհանգստացնող։ Մեզ մոտ դեռևս մեր համայնքը կանանց համայնք է, բայց չեմ բացառում, որ առաջիկայում շատ հավանական է, որ նաեւ ձևաչափի
փոփոխություն գուցեև լինի։ Գիտեք ինչն է հետաքրքիր, ես ձեզ լսում էի ուշադիր եւ քո հարցից հետո մի միտք առաջացավ իմ մոտ, որ Հայաստանում սովորաբար տղամարդկանց նման հանդիպումները գարեջրի շուրջ, որևէ փաբում նրանք ամեն ինչ կիսվում են, առավոտյան ռեստարտ եղած հոգեվիճակով ապրում են կյանքը, իսկ քանի որ հայ աղջիկները եւ կանայք սովորեն զսպվածություն դրսևորել, դրա համար էլ նրանց հենց այսպիսի հանդիպումները Որքան էլ գենդերային տարբերություն չտնենք, բայց միևնույնն է իրենց հոգեբանությամբ, իրենց վարկով կին տղամարդ տարբեր են, բայց միևնույն է կան խնդիրներ, որոնք պետք է մեկ հարթության վրա եւ դեմ առ դեմ եւ այսպես երկուստեք այդ հարցը քննարկվի, դրա համար մտածում եի գուցե նաեւ լինում է տղամարդկանց կամ եւ տղամարդկանց եւ կանանց հետ։ Վիկտորիա, ամսի 26-ին ունեք, այո, չէ, մենք էլ կմասնակցենք։ Ամսի 26-ին ունեք, հա, առաջիկայում հանդիպում, մի փոքր այդ մասին կպատմեք, որտեղ ինչ ձևաչափով ովքեր կարող են միանալ եւ մասնի կտալ։ Եվ մեկ անգամ է այդ հանդիպումը, թե փուլային։ Այս ընթացքում մենք երկու հանդիպում ենք հասցրել ունենալ, ճիշտ է, արդեն երկար ժամանակ է ինչ նախաձեռնությունը որպես այդպեսին կա, սակայն նախապատրաստական փուլը ավելի երկար է տևում, քան բուն ինքը միջոցառումը, քանի որ մենք նաև այս ընթացքում հավաքագրում ենք հովանավորներ, գտնում ենք տարածք, այսինքն ամեն բան հովանավորչական ուղով է տեղի ունենում։ Դրա համար մի փոքր կազմակերպչական process-ն ավելի երկար է տևում, քան հանդիպման process-ը հանդիպումները, էլի, ոնց որ այս մեկ տարվա ընթացքում երկու հանդիպումը արդեն իսկ խոսում է այդ մասին։ Հիմա երրորդն ենք արդեն շուտով ունենալու եւ տեղի ունենալու ապրիլի 26-ին նկարչի տանը Զաքյան 8 հասցեում։ Ինչ վերաբերում է այն մասին, թե ովքեր կարող են մասնակցել, հա, մասնակցության ձևաչափը, մենք այս պահին 25-ից 30 մասնակից ունենք, որոնց մի մասն արդեն մեր հիմնական մասնակիցներն են, ովքեր մեկ անգամ եկել են, երկրորդ անգամ եւս մեծ ոգևորություն ունեցան գալու եւ դարձան արդեն ոչ միայն պարզապես մասնակիցներ, այլ գաղափարը կրող մարդիկ եւ իրենք մեր մշտական արդեն անդամներն են հանդիպման եւ կան նաև կանայք, ովքեր որ, չգիտեմ, լսել են իրենց ընկերներից կամ տեսել են մեր գովազդները եւ իրենք էլ են ցանկություն հայտնել մասնակցելու։ Պարզապես մենք, քանի որ փոքր տարածքներում ենք իրականացնում դեռևս միջոցառումը եւ քանի որ նման քննարկումների ժամանակ առավել արդյունավետ է, ենթադրում եմ, հնարավորինս քիչ քանակությամբ մարդկանց շրջանում իրականացնել, դեռևս մեր ձևաչափը մինչեւ 30 կին է իրենց ենթադրում։ Բոլորը ասեք մինչև 30 տարեկան ունի դուրս գա։ Ոչ, մենք տարեկան սամոյ շարունակել, այո։ Այդպես եւ ինչ էի ուզում ասել, որ քանի անգամ են լինում, այս ամսի 26-ին միջոցառումը կա, այդ մեկ հանդիպումն է եւ վերջ, ուզում եմ դա հասկանալ։ Ամեն հանդիպում տարբեր թեմաներով է։ Օրինակ այդ նախորդ երկու հանդիպումներից մեկը հուզական այրման մասին էր, երկրորդ հանդիպման թեման սահմանների մասին էր եւ ներքին ուժերի բացահայտման, եւ երրորդ հանդիպման թեման արդեն այլ է ուժեղ կնոջ սինդրոմի մասին։ Այսինքն հանդիպումները փուլային չեն, մեկը մյուսի հետ փոխկապակցված չէ։ Կարող է շղթայի մեջ դարձվել, որովհետեւ բայց մեկ հանդիպում հարցը դա էր, որ մեկ հանդիպում է, ենթադրենք 1 ժամ, 2 ժամ եւ բավական է, որպեսզի գոնե ինչ որ մի քանի շերտ բացահայտվի այդ հանդիպման ժամանակ։ Մենք այնպես ենք կառուցում, որպեսզի տրամաբանական շարունակություն լինի մեր թեմաները, այսինքն մեկը մյուսից բխող, մեկը մյուսի մասին։ Մեր թեման փոխվում է, բայց կոնցեպտը, այն թե ինչի մասին է ընդհանուր գաղափարախոսությունը պահպանվում է։ Ու դրա համար, հա, բայց եւ ինչպես հասկացա, անգամ թե այդ մեկ հանդիպմանն են ներկա գտնվել, իրենց համար որոշակի լուծումներ վերցված են գնում։ Այսինքն պարտավորված չեն լինում ստիպված գալ կամ ինչ։ Հա։ Շատ լավ, շնորհակալություն։ Շատ հետաքրքիր եւ կարելի է անդադար խոսել, շարունակել, բայց մեր ժամը ապրիլի 26-ին խոսելու, շարունակելու եւ մեկ տված սուրճ միասին ընկալու։ Սիրով, շատ շնորհակալություն։ Այնտեղից խոսենք եւ կարողանանք լսել նաեւ։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտող, հիշեցնենք այսօր մեր հյուրը Հիշիր քեզ նախաձեռնության հեղինակ եւ հիմնադիր Վիկտորիա Խաչատուրյանը եւ կլինիկական հոգեբան, գեշտալտ թերապևտ Հիշիր քեզ նախաձեռնության համահիմնադիր Սուսաննա Հակոբյանն էին, դե ինչ կհանդիպենք քիչ անց։